Ալո։ Տաթև։ Հավիկ ասա, ինչ ա եղել։ Ճիշտ է, որ Սարային Գրիգորյանն ազատել է աշխատանքից։ Ասենք թե։ Իսկ ինչի։ Չնայած ինչի եմ հարցնում ինչի։ Առանց պատճառ ոչինչ չի լինում։ Գիտես, կարող ես հանգիստ ուրախանալ։ Ես էլ եմ աշխատանքից դուրս գալիս։ Վայելի։ Հիմար աղջիկ, ապուշ։ Աշխեն։ Աշխեն։ Լսում եմ։ Են հիմար աղջկան ասա, որ անխելք բաներ չանի։ Լսեցիր։ Ներեցեք ինչ չանի։ Աշխեն, դու այնքան ես ականջ դրել դռանը, որ դուռը մաշվել է։ Ու ինչ կատարվում է այստեղ, դու ամեն ինչ շատ լավ տեղյակ ես։ Էլ չասեմ բամբասանքը։ Են անխելք աղջկան ասա, որ սխալ բաներ չանի։ Ես մեծահոգաբար մոռանում եմ մեր վատ խոսակցությունը, ու թող Սարայի խելքին չընկնի։ Գնա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ազատ համար ունեք։ Իհարկե։ Իսկ ինչ արժի։ Օրը 30,000 դրամ արժե։ Ներեցեք կցանկանաք, թե ոչ։ Ես ավելի ուշ կմոտենամ։ Չի լինի, որ մենք չգնանք այդ հոգեհացի տուն։ Չես պատկերացնում, թե ես ոնց չեմ ուզում։ Արի տուն գնանք։ Անհարմար է չենք կարող։ Պիտի պապայի կողքը լինենք։ Պապան ես ամեն ինչին ներսակցում։ Պապան միշտ էլ տենց է եղել։ Միշտ ինքն ամփոփ։ Ես անգամ մի քիչ ուրիշ է։ Պապան Սոնայի մահվան մեջ իրան է մեղադրում։ Ինչի։ Ինքը ինչ կապ ունի։ Դե իր աչքի առաջ է տեղի ունեցել այս ամենը։ Խեղճ Սոնա։ Պիտի հավաքենք մեզ ու պիտի ուժեղ լինենք, որ պապայի մամայի կողքը լինենք։ Ճիշտ ես ասում։ Այս մեծ շոկ է բոլորիս համար։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ այս ամեն ինչը երազ է։ Ինձ թվում է աչքերս կբացեմ ու… Երանի թե երազ լիներ։ Երանի։ Այս Արսենի մեքենան է։ Ուր է գնում։ Հետո ա քեզ գրե։ Քրիստինն է։ Ինչ ա ուզում։ Գրել էր զանգի, ես էլ զանգում եմ։ Հա, Քրիստին։ Չէ, նոր են գնում հոգեհացի։ Հա, որեր։ Լավ կզանգեմ։ Ես քեզ ձև տվեցիր Յանոն բեսավ մտածում ես։ Հա, էլի Քրիստիկներ, մոռացել է բան ասի։ Չէ, հետո կզանգեմ։
Տուր ես զանգեմ։ Ինչ ես անում։ Այն գյադենա, չէ։ Չէ։ Նորից եմ ասում, խաղեր չխաղաս հետս։ Երկրորդ անգամ չեմ բացատրելու, անելու եմ։ Ջան։ Ասա։ Ինձ տեղից փախնել է պետք։ Խնդրում եմ օգնի ինձ այդ հարցում։ Շատ եմ խնդրում։ Ես այդ իրավունքը չունեմ։ Ես շատ շնորհակալ կլինեմ։ Ինձ ընդհանրապես հասցրա բակ։ Ուրիշ բան պետք չէ։ Կյանքի մահու հարցը։ Տաթև։ Ոչ մի բան չասես Աշխեն։ Բար չասես։ Իզուր ես նման բան անում։ Հերիքա, ամեն ինչ չափ ունի, հերիքա։ Տաթև, դու երեխեքի մասին մտածում ես։ Սարան էստեղ չի, ու եթե դու էլ գնաս պատկերացնում ես, ինձ սթրես կտանեն։ Հա, մտածում եմ։ Հենց հետա որ մենակ դա եմ մտածում։ Բա ինչի ես նման բան անում։ Այդ կինը չափ չունի, հասկանում ես, կանգ չի առնում, չափ չունի։ Հա, հասկանում եմ, բայց եթե դու էլ գնաս, ես մենակ չեմ կարողանա պայքարել։ Եթե դու այստեղ լինես, մի բան կմտածենք ու Սարային հետ կբերենք, հասկանում ես։ Արդեն ուշ։ Ուշ չի։ Ուշ Աշխեն։ Ես դիմում եմ գրել ու ասելա, որ կստորագրի տակը։ Դեռ չի ստորագրել։ Ինքն ա ուղարկել, որ ինձ համոզես։ Նենց չի, որ ես չեմ ուզում դու մնաս։ Այնպես որ իրերը տեղը դիր ու հանգստացի։ Եթե մեկը կա, որ այստեղից պետքա գնա, այդ հաստատ վերևում նստածն է։ Գնացի։ Ալո։ Տաթև։ Ինչ։ Ինչ երեսով ես զանգել։ Հեռախոսը տուր ընկերուհուդ։ Չեմ կարող։ Սարային ասա հեռախոսը թող վերցնի, թե չէ շատ վատ կլինի։ Լսի Լևոն։ Ավելի վատ Սարայի համար չի կարող լինել։ Ու այդ ամեն ինչը քո պատճառով։ Ինչ ա եղել։ Ինչ ա եղել։ Գրիգորյանը Սարային հեռացրել է աշխատանքից։ Դուրս արել մանկատնից։ Լսի, եթե քո այդ անպատասխանատու քայլերը չլիներ, Սարան հիմա այստեղ կլիներ։ Ու այս ամեն ինչը քո պատճառով։ Ոնց թե։ Տենց Լևոն։ Սարան սիրում է այս աշխատանքը Լևոն։ Մանկատունը իր կյանքն է, իր տունը։ Կզանգեմ։ Մամ, բարձացի վերև մի քիչ հանգստացի։ Լույս, օգնի մաման իրան նջասենյակ բարձրանում։ Պապ, դու էլ գնա մի քիչ հանգստացի։ Արսենի մեքենան կանգնած է ինքը չկա։ Պապ, Արսենը հենց նոր եկավ տուն։ Գնա, խնդրում եմ, գնա մի քիչ հանգստացի, որտեղ արդեն քանի օր աչք չես փակել։ Ճիշտ ես ասում, Արման, դու էլ գնա հանգստացի։ Ես մի քանի գործ ունեմ, պապ։
Շուտ կգնամ, բայց ուզում եմ հանգիստ լինեմ, որ կհանգստանաս։ Հա, գնամ։ Բայց գիտես տղեկից մեկին հետդ վերցրու, որ ես հանգիստ լինեմ։ Ես ինչ ես պարկ է, կաղագիտ ես սանատորիա ես եկ է։ Հələ հելար, մերոնք եկել են, կարող աբաման պետք կնեն, գնա տես ինչ են ուզում։ Ինքդ էլ գնա։ Չհասկացա։ Ես տենց է գիտեի, որ դու հասկանալու այդ խնդիրներ ունես։ Էլի սկսեցիր հակաճարել, էլի լեզվիտ ես տալիս։ Ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես մտածի։ Հիմա էլ դու ինձ հարմարվի։ Ես հոգնած եմ ու ուզում եմ պարկեմ։ Հա, միջայլոց, այսօր էլ դու ես գետնին քնելու։ Գնացիր գերեզման, դու խավակիր, հա։ Ոնց հասկանում եմ արդեն լավ ես։ Էլի եմ կրկնում, ինչ ուզում ես արա, մենակ ինձանից պոկվի։ Հիմա այդ ինչ ասում ես լուրջ ես ասում։ Շատ։ Ինձանից չես վախենում։ Թքած ունեմ քեզ վրա։ Թող։ Հելա։ Մյուս անգամ չկպնես ինձ։ Մյուս անգամ անկոնումս չպարկես։ Իսկ որտեղ պարկեմ։ Արդեն էդի քո պրոբլեմն է։ Լավն էր։ Գնատես մերոն ինչա պետք։ Գնացիր։ Ատում եմ քեզ։ Ատում եմ։ Հադավ։ Դավոն չէ Արսեն, գրնոնա։ Դրան տարել եմ բաժին չեն կարում բռնենք։ Ինչի։ Չգիտեմ։ Պարզի։ Փորձեմ։ Ամեն ինչ հաթաթ ճշտի։ Լավ։ Մի օրով ես վարձել։ Հա, միջև որ վաղը մի բան գտնեմ։ Իսկ եթե չգտնես։ Պիտի անպայման գտնեմ։ Ուրիշ տարբերակ չկա, հենց հիմա հայտարարություններ եմ նայում։ Բա ոնց ես ապրելու, Սար։ Աշխատանք կգտնեմ, ինչ որ մի բան կանեմ, չգիտեմ։ Իսկ երեխաներին ինչ ասեմ։
Ամենաշատը դրա մասին եմ մտածում։ Միլենան շատ է իմ մասին հարցնում։ Հա, ժամը 1։ Ես էլ չգիտեմ ինչ ասեմ։ Սիրտս կտոր-կտոր է լինում։ Դաթե Սարան տենցել չեկավ։ Մի հատ հեռախոսը կտաս Միլենային։ Քեզ հետ ուզում են խոսել։ Իսկ ով է։ Վերցրու կտեսնես։ Միլենա։ Սարա, ուր ես դու։ Անդադ քո մասին եմ մտածում։ Մի անհանգստացի իմ փոքրիկ արև։ Ես մի քանի օրից կգամ։ Մի քանի օրից։ Ահա։ Մի քանի օր շատ է։ Արևս մեկ այնպես է պատահում, որ մենք ստիպված ենք անել այնպես, ինչպես որ իրադարձություններն են թելադրում։ Ու չենք կարողանում անել այն, ինչ որ ուզում ենք։ Դու քեզ խելոք պահի, լավ։ Տաթևին լսի, իսկ ես կգամ ու ամուր քեզ կգրկեմ։ Լավ։ Միլենա։ Հեղացավ։ Ասա։ Ուր է Սարան։ Չգիտեմ։ Ինչ Գրիգորյան ազատել է աշխատանքից Սարայի հետ չեմ խոսել։ Չեմ հավատում։ Քո պրոբլեմն է։ Հիմա Սարան քո արածների պատասխանն է տալիս։ Դա արդար չի Լևոն։ Կբարձեմ ես այդ հարցը։ Պարզելու ոչինչ չկա։ Մերոնք ուր են։ Հազդիր, սոված եմ։ Ես այս տանը ոչ մի բան տեղ չգիտեմ։ Որ ուզենաս կգտնես։ Լավի։ Սովորի, բացի տես ինչ կա։ Հետո։ Հետո մի բան սարքի ուտելու։ Ես պատրաստել չգիտեմ։ Ես դու вообще ինչ գիտես։ Ոչ մի բան։ Մեր տանը հատուկ աշխատող կա։ Ճաշ է փող, տուն մաքրող։ Մեր տանն էլ կա աշխատող։ Դե կանչի թող գա։ Արդեն կանչել եմ։ Ստեղ է։ Էսի որ կկարողանաս։
Էս ինչ է։ Այն ինչ որ ուզել ես։ Բարի ախորժակ։ Պատվեր ընդունեք։ Էս ինչ պահվածք է։ Ինչ ես Սառային գործից անել։ Դու արդեն մտնում ես իմ աշխատանքային տարածք, ու դու դրա իրավունքը չունես։ Դու ոնց որ արդեն խառնում ես տարածքները։ Ինչ ես անում։ Մի հատ հավաքի քեզ։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ անում, ու դու մի խառնվիր։ Ու եթե Սառան չլիներ, նրա փոխարեն մեկ ուրիշը լիներ, ես էլի նույն բանը կանեի։ Դու այդ սուտի ապացույցների մասին ես խոսում, հա։ Դրանք սուտի ապացույցներ չեն։ Սառան այստեղ անծանոթ տղամարդ է բերել։ Դու հասկանում ես, որ Սառան գնալու տեղ չունի։ Դու իրանից իմ վրեժն ես լուծում։ Այդ մարդը կարող է երեխեքի ազգականներից մեկն է եղել։ Դե հա, քեզ համար Սառան սուրբ է, չէ՞։ Դու ոչ մի բան ոչ տեսնում ես, ոչ ընդունում ես։ Շարունակիր աչքերդ փակել։ Թագի բերանատ։ Ինչու՞։ Վախենում ես ճշմարտությունը լսել։ Գիտես, Սաթիկ, ճշմարտությունը մեկն է։ Ես սիրում եմ Սառային, ու անկախ ամեն ինչից մենք ամուսնանալու ենք։ Իսկ քո հետ ես ժամանակ եմ անցկացրել, ու դու այդ շատ լավ գիտես։ Ասեմ ավելին, դու դեմ չես եղել դրան։ Դու միշտ էլ իմացել ես, որ այդ մի օր ավարտվելու է, ու այդ քեզ հաճույք էր պատճառում։ Միգուցե սկզբում դուր էր գալիս, բայց հետո ամեն ինչ փոխվեց։ Ես էլ եմ կին։ Ես էլ ունեմ սիրո կարիք։ Կներես, բայց այդ հարցում քեզ չեմ կարող օգնել։ Ու ասեմ ավելին, Սաթիկ, էր ինչ որ արեցիր Սառայի հանդեպ, ջնջեց ամեն ինչ, ինչ որ կար մեր մեջ։ Իսկ ինչ կար մեր մեջ։ Միայն անկողին։ Գիտես, ես քո արածից նույնիսկ անկողն ու ցանկություն չկա արդեն։ Ինձ շտապ աշխատանք է պետք։ Արման, ես հիմա այն վիճակի չեմ քեզ հետ խոսելու։ Մենակ ոչ հիմա։ Քաղաքը հապիտ մեջ է։ Ես ձգում եմ դեպի քեզ։ Ինչ որ ուր ինձ ձգում է դեպի քեզ։ Արշչան ուտելու բան եք պատվիրել։
Հարցրեք։ Ուսուցես։ Մարսի։ Անուշարեք։ Սոված չես։ Չէ։ Հաստատ։ Հաստատ։ Ոնց կուզես։ Ինչքան էլ մեջքով նստած լինես, մեկը հոտը քիչ տանգնում։ Չի ընկնում։ Չի ընկնում։ Ասեմ, բայց շատ համով է։ Քիս։ Ինչ քիս։ Չէ, եկանք տուն։ Բայց եթե ուզում ես այսօր գալ, մի քիչ հարմար չի, վաղ կգաս, հա։ Հա կողքը տա հասկացա։ Դե հարմար պահ լինի զանգի, կամ մի անգամից արի։ Լավ։ Թե Զինան ինչի ինձ չլսեց։ Ախր որ սենց մոմենտ կա, դե ես հարցը շուտ լուծեիք։ Մերը ասելով, ասա ասողին լսող է պետք։ Երբ որ Քրիստն ասեց ինձ ինչը ոնց է, զարմացա։ Ախր Արսենը ոնց կարող ամուսնանալ Զինայի հետ, երբ որ Զինան ուրիշին է սիրում։ Արսենը դրա մասին չի իմացել։ Սաղ Զինայի մոր սարքած գործերն է։ Իրանք կանանիքով նստեն մտածել են, հետո ամուսիններին են ասել, պայմանավորվել են, մի խոսքով ջահելներին անակնկալի են բերել։ Հա, բայց կապ չունի։ Ու այդ ընթացքում ես ու Զինան իրար հետ վիճվեցինք։ Հենց ինձ ասեց այդ թեմայով, ինձ թվաց ամուսնանալու նամյոկ անում։ Դե ես ավելի ուշ էի ուզում ամուսնանալ։ Հասկանում ես, Զինայի հերը նախարար մարդ է։ Իսկ նախարարի աղջկան չես կարող գնաս մի մատանիով ուզելու։ Դրա համար լուրջ պատրաստություն է պետք։ Հա, հիմա արդեն սկսում եմ հասկանալ։ Ամեն ինչ թողեցինք հասավ վերջին կետին ու մեզ մենակ մի բան էր մնում։ Հարսանիքի օրը փախնել միասին։ Գիտեմ, Քրիստը ասել եմ։ Ես շատ եմ վախում, որ այսօր էլ ոչ մի բան չստացվի։ Դրանց տունը ոնց որ ամրոց լինի։ Այնքան ախրանիկ կա, Զինան չի կարող ոտը տնից դուրս անի։ Բա եթե այսօր էլ չկարողանա։ Եթե չկարողացավ, ուրեմն մեզնից մեկը պիտի մեռնի։ Կամ ես, կամ այդ Արսենչիկը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Ասենք։ Մարդ չգիտի զանգի, չզանգի։ Լավ, հələ սպասի Քրիստին զանգեմ, թող ինքը զանգի։ Լավ։ Ազատեք։
Չգիտեմ, տատ, վերցնեմ ինչ պատասխանեմ։ Հասար, բայց չվերցներն էլ ասխալ։ Իսկ եթե հանկարծ նորից ուզենա ինձ տեսնել, եթե ուզենամ անկատուն գալ։ Դե որ չվերցնես կմտածի, որ հետը չես ուզում շփվես։ Չգիտեմ, հասկանում ես, ես չգիտեմ ինձ ոնց պահեմ իր հետ, ոնց պիտի հետը խոսեմ։ Չեմ ուզում, որ իմանա հանկարծ իր պատճառով են ինձ հանել մանկատնից։ Լավ մտածի, Սար։ Միգուցե մի քանի տող ինչ-որ բան գրես, ասես, որ զբաղված ես, հետո կզանգես։ Վատ միտք չգիտես, չէի մտածել։ Սար Լևոնն էր եկել։ Դա թե վերջ։ Չշարունակես։ Ընդհանրապես ոչ մի բան չեմ ուզում լսել Լևոնի մասին։ Չես հավատա, բայց մոտս այնպիսի զգացողություն է, որ Լևոնը երբեք էլ չի եղել իմ կյանքում։ Չգիտեմ, Սար, ինչքանով ասածս քեզ կմխիթարի, բայց պիտի իմանաս։ Աշխենը ասեց, որ եկել է ահավոր գոռոցներով մտել է Գրիգորյանի սենյակ ու նույնիսկ դուռը ոտքով է բացել։ Միջև միջանցքի ծայրը ձայները լսվում էր։ Չեմ հավատում։ Հավատա, Սար, բան եմ ասում։ Վախեցա։ Կներեք չի ուզում վախեցնել։ Ներողություն։ Դա թե Վարմանն է այդտեղ։ Սար կզանգեմ։ Սարայի հետ էիք խոսում։ Իսկ հիմա որտեղ է Սարան, ուզում եմ նրան տեսնել։ Զանգում եմ, չի պատասխանում զանգերիս, շատ եմ անհանգստանում։